Եթե 2 տասնամյակ առաջ Հայաստանում յուրաքանչյուր 3 քաղաքացուց մեկը համարվում էր աղքատ, ապա վերջին տարիներին իրավիճակը նկատելի բարելավել է։ Այսօր արդեն աղքատ է 5-ից մեկը։ Վիճակագրական կոմիտեի տվյալով 2024 թվականին Հայաստանում աղքատությունը կազմել է 21,7%, այդ թվում ծայրահեղ աղքատությունը 0,6%։ Մեթոդաբանական վերանայումների հետևանքով այն հնարավոր չէ համադրել դրան նախորդող 2 տարիների ցուցանիշների հետ։ Այդուհանդերձ 2023-ին Հայաստանում աղքատությունը 23,7% էր կազմում, այդ թվում ծայրահեղ աղքատությունը 1,1%։ Գնահատում եմ դրական, տեսնում եմ միտում հստակ նվազման։ Աղքատ են համարվում այն քաղաքացիները, որոնք ամսական ծախսում են 53,420 դրամից պակաս, իսկ ծայրահեղ աղքատները ամսական մինչև 29,196 դրամ ծախսողներն են։ Քաղաքային բնակավայրերում աղքատության մակարդակը կազմում է 19,4%, իսկ գյուղականում այն զգալիորեն բարձր է 26,1%։ Եվ տնտեսական աճը, եւ միջին աշխատավարձների աճը, դրանք բնականաբար ինչ որ չափով աղքատության մակարդակի կրճատման հետ կապված են, այնուամենայնիվ դրանք այդքան էլ այսպես ուղիղ համեմատական կապով կապված չեն, քանի որ եթե օրինակ մենք նայում ենք միջին աշխատավարձների աճին, երբ որ ասում ենք, որ միջին աշխատավարձները երկրում X%-ով աճել են, դա չի նշանակում, որ բոլորի համար համաչափ աճել են այդ նույն տոկոսով։ Այնուամենայնիվ աղքատության մակարդակը մենք տեսնում ենք, որ այո նվազել է, եւ դա նաեւ նշանակում է, որ այդ կարելի է ենթադրել, որ այդ տնտեսական զարգացումները նաեւ ազդեցություն ունեցել են, այնուամենայնիվ ոչ այնքան մեծ չափով է աճել, ինչքան որ աճել է մեր տնտեսությունը։ Տղամարդկանց շրջանում աղքատությունը 22,5, կանանց դեպքում 19,4% է։ Աղքատությունը բարձր է հատկապես տարրական եւ ցածր կրթական մակարդակ ունեցողների դեպքում 32,8%։ Թերի միջնակարգ կրթություն ունեցողների շրջանում աղքատության մակարդակը 28,1% է։ Բարձրագույն կրթություն ունեցողների դեպքում 13,4%։ Թերի միջնակարգ կամ միջնակարգ կրթություն ունեցող անձինք ավելի մեծ մասնաբաժին են կազմում, այս առումով այո, նրանք պետք է հայտնվեն մեր թիրախում եւ կրթությունը պետքա լինի այն ուղին, որ տանելու է նրանց դեպի աշխատաշուկա, նաև այն մասնագիտությունները, որոնք այս պահին աշխատաշուկայում պահանջված չեն, կամ այն մարդիկ, որոնք վախ ունեն մտնելու նոր մասնագիտության ձեռք բերելու կամ նոր հնարավորություններ փնտրելու աշխատաշուկայում։ Աղքատության բաշխվածությունը մարզից մարզ էականորեն տարբերվում է։ Օրինակ Սյունիքում եւ Արագածոտում ամենացածր աղքատության մակարդակն է համապատասխանաբար 6,2 եւ 7,6%։ Մայրաքաղաք Երևանում 16,9% է, ամենաբարձրը Շիրակի մարզում է 43%, Տավուշում 39,9% է։ Թվերը մտահոգիչ են, բայց ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, նշում է Շիրակի մարզպետը։ Որպես օբյեկտիվ պատճառ ընդգծում աշխատատեղերի քչությունը, աշխատավարձերի ցածր լինելը։ Բայց դրա հետ մեկտեղ կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ, որովհետեւ արդյոք այդ թիվը իրական պատկերն է ինչ ունենք մենք Գյումրիում ու Շիրակի մարզում, որովհետեւ շատ դեպքերում նպաստների համակարգը խեղաթյուրում են պատկերը ինչ որ ունենք, դեպքեր են լինում, երբ որ քաղաքացիները աշխատում են, աշխատավարձ ստանում են, բայց նպաստի չկտրվելու համար շարունակում են ստվերում մնալ, իհարկե պետեկամուտների կոմիտեն աշխատում է դուղությամբ, որպեսզի ոչ մի ստվերում մնացած աշխատատեղեր չլինեն, եւ նաեւ գիտեք միասնական սոցիալական ծառայության նոր որոշումներով, կառավարության նոր որոշումներով կարգերն են փոխվում, որ ավելի իրական պատկեր ունենք, բայց դա խնդիրը չի լուծում, մենք փորձում ենք աշխատանքներ տանել այդ խնդիրը հաղթահարելու համար։ Պետությունը տարբեր ծրագրեր իրականացնում է Շիրակի մարզի զարգացման համար, հացահատիկային մշակաբույսերի անասնապահական ծրագրեր է իրականացնում, զբոսաշրջային առումով նաև Շիրակի օդանավակայանից նոր ուղղություններով թռիչքներ ավելացնելու համար աջակցություն է տրամադրում։ Աշխատանքներ, որ այդ վատ ցուցանիշները, մտահոգիչ ցուցանիշները նվազեն, մի ծրագիր չի, որ պետք է անես ու այդ ծրագրով կարողանաս տոկոսներ իջացնես, ինքը երևի թե սովետը քանդվելուց հետո եկած խնդիր է Գյումրի ու Շիրակի մարզի համար, որովհետև ինքը հիմնականում եղել է արտադրության քաղաք, արդյունաբերական քաղաք, վանք այդ ամեն ինչը քանդվել է, մի նոր սկսել են մեր գործարարները նորից կյանքի կոչել են հին ավանդույթները, որոնք կան, աշխատանքները լայնածավալ են ու բազմաբևեռ են, տարվում են աշխատանքներ, գոհացուցիչ են արդյոք, բնականաբար ոչ, որովհետև ունենք ցավոք, ունենք այն ցուցանիշը, ինչ որ ունենք։ Փոխնախարարի խոսքով առաջնահերթ աշխատանքներ պետք է տարվեն հատկապես այն մարզերում, որտեղ աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր։ Աշխատանքները պետք է կազմակերպվեն հենց այս ուղղությամբ՝ կրթություն, աշխատանք, աշխատատեղեր, ինքնազբաղվածություն, այս ամեն ինչը պիտի խրախուսվի, չպետք է միայն մտածել ժամանակավոր լուծումների մասին, այսինքն սոցիալական
ուղիղ աջակցություն ընտանիքին, որը ժամանակավոր լուծում է։ Այդ ժամանակավոր լուծումները պետք է լինեն ուղղակի հրատապ արձագանքի համար, ճգնաժամից կամ դժվարին իրավիճակից ընտանիքը հանելու համար։ Հայաստանի 20% ամենաապահով բնակչության եկամուտները 5.5 անգամ ավելի են ամենաանապահով 20%-ի եկամուտներից։ Ծախսերի դեպքում հարաբերակցությունը 4.9 է։ 10% ամենաապահով եւ ամենաանապահով բնակչության դեպքում եկամուտները տարբերվում են 9.9, իսկ ծախսերը 7.9 անգամ։ Առանց կենսաթոշակների եւ սոցիալական աջակցության աղքատության մակարդակը Հայաստանում ոչ թե 21.7, այլ 48.7% կլիներ։ Այն խավը, որը այդ պահին աշխատելու հնարավորություն չունի, սոցիալական տրանսֆերտի շնորհիվ չի հասնում աղքատության շեմին։ Կենսաթոշակները, ընտանեկան նպաստները նաև հրատապ աջակցություն են ընտանիքներին, որոնք այդ պահին աշխատանքի կամ եկամուտ ունենալու խնդիր ունեն։ Կարևոր է նաև նշել, որ սոցիալական աջակցությունը պիտի լինի շատ հասցեական։ Հայաստանում մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամտի չափը կազմում է 93.494 դրամ, որի 55.4%-ը գոյանում է աշխատավարձից, 16.9-ը թոշակներից եւ նպաստներից, 11.4-ը ինքնազբաղվածությունից, մնացածն այլ աղբյուրներից։ Մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսը կազմում է 60.941 դրամ, որից 43.5%-ն ուղղվում է սննդին, 31.1%-ը ծառայություններին, 20.6%-ը ոչ պարենային ապրանքներին, մնացածն այլ ուղղությունների։ Բարեբախտաբար մենք ունենք ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ եւ համեմատած այլ երկրների հետ եւ ընդհանրապես մեզ մոտ ծայրահեղ աղքատություն ցածր է։ Դա դրական ցուցանիշ է։ Դրական է նաեւ այն, որ աղքատության խորությունը եւ սրությունը եւս ցածր է Հայաստանում։ Աղքատության խորությունը ցույց է տալիս, թե աղքատների միջին սպառումը ինչքանով է ցածր աղքատության գծից։ Իսկ աղքատության սրությունը ցույց է տալիս, թե ինչքանով է սպառումը աղքատների շրջանում անհավասարաչափ բաշխված։ Վիճակագրական կոմիտեն նաև քաղաքացիների կարծիքների հիման վրա կազմել է աղքատության սուբյեկտիվ գնահատական։ Ուշագրավ է, որ տվյալ դեպքում մարդկանց 52.3%-ը իր կենսամակարդակը համարում է միջին, 37.2%-ը միջինից ցածր, 6.4%-ը աղքատ, 1%-ը ծայրահեղ աղքատ, իսկ 3.1%-ը համարում է իր կենսամակարդակը միջինից բարձր։ Ըստ այդ գնահատականների մարդկանց ամսական մեկ շնչի հաշվով գոյատևելու համար անհրաժեշտ է 71.880 դրամ, լավ ապրելու համար 185.892 դրամ, իսկ շատ լավ ապրելու համար 374.012 դրամ։ Սուբյեկտիվ գնահատականը անձի կարող է տարբերվել իրականությունից, այն առումով, որ ինքը իր հիմնական կարողությունները ձեռք բերելու համար միջոցների սակավությունը կարող է գնահատել տարբեր, բայց սուբյեկտիվ գնահատականում էլ մենք դրական տեղաշարժ ունենք, հարցվածների ընդամենը 6.4%-ն է նշել սուբյեկտիվորեն, որ իրեն համարում է աղքատ։ Նաև ունենք դրական տեղաշարժ այն մարդկանց խումբը, որ համարում են, որ իրենք ապրում են միջին կենսամակարդակի, ավելացել է։ Տնտեսագետի համոզմամբ աղքատության հետագա նվազման համար անհրաժեշտ է կենտրոնանալ գյուղական համայնքներում զբաղվածության մակարդակի բարձրացման վրա։ Մեր աղքատության պատկերն է ցույց է տալիս, որ շատ բազմաշերտ է եւ պետք է այս տարբեր ուղղություններով միևնույն ժամանակ քաղաքականություն իրականացնել, որպեսզի աղքատությունը կարողանանք կրճատել։ Դա 1 կամ 2 տարվա արդյունքում չի լինում, բայց դա նպատակադրված տարբեր ուղղություններով նպատակադրված քաղաքականություն է պահանջում։ Դավիթ Արուշանյանի կանխատեսմամբ ընթացիկ տարվա ցուցանիշները դրական կազդեն մարզի աղքատության ցուցանիշի վրա։ Ներկայում մարզում 50 միլիարդ դրամից ավելի շինաշխատանքներ են իրականացվում, դպրոցներ, մանկապարտեզներ, սակայն հաճախ նաև այդ օղակներում օտարազգի աշխատողների է նկատում մարզպետը։ Կառավարությունը չի կարող այստեղ սովետական միության ժամանակների պես կառուցել 3000 հոգանոց գործարան, որովհետեւ 3000 հոգու աշխատատեղ ապահովի, բայց կառավարությունը նպաստում է, որ օրինակ երևանյան բրենդներ կան Գյումրիում, այսինքն մթնոլորտ է ստեղծում, որ երևանյան բրենդներ կան, ոչ միայն երևանյան բրենդներ կան, գիտեք, արդեն համաշխարհային մասշտաբի ֆրանսիական բրենդ ունեն Գյումրիում, այդ ամենը չի իրեն չի լինում, հենց այդ ամենը աղքատության ցուցանիշը նվազեցնելու համար է տեղի ունենում, որ դու ստեղծում ես կառավարություն ստեղծում են միջավայրը քաղաքում, որ բրենդներին հետաքրքիր լինի, տնտեսական հետաքրքրություն ունենան Գյումրիում աշխատատեղեր բացելու, բիզնեսներ հիմնելու, իսկ դերսը եկած բիզնեսները շատ ավելի վարձատրությունն ավելի բարձր են եւ պայմաններն են լիովին այլ։ Պետությունը
չի համարում, որ հասել է իդեալական վիճակի։ Անելիք շատ կա, արձագանքում է նախարարի տեղակալը։ Խնդիրները բազմաթիվ են եւ կան բնակչության խմբեր, որոնց հետ պետք է ինտենսիվ աշխատել։ Կա աշխատանք նաեւ սոցիալական անապահովության ոլորտում հստակ անելու աշխատանք եւ ավելի հասցեական սարքելու սոցիալական աջակցությունը, հենց այդ աջակցելով հենց նրանց, որոնք դրա կարիքը այս պահին սուր ունեն։ Նաև զեկույցում հստակ երևում է, որ փոխվել է աղքատության սրությունն ու խորությունը, այսինքն ստեղ էլ դրական տեղաշարժ կա, բայց այս բոլոր դրական տեղաշարժերը նշելը չթվա, որ այստեղ կանգնելու ենք։ Հակառակ աշխատանքը շարունակվելու է, բայց այս դրական տեղաշարժը մեզ ցույց է տալիս, թե ուր պիտի գնանք ու որ խմբերի հետ պետք է աշխատենք։ Պատասխանատու նախարարությունում վստահ են, կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված նպատակը վերացնել ծայրահեղ աղքատությունը հնարավոր է իրականացնել։ Դա ըստ նախարարի տեղակալի դառնում է առավել իրատեսական, հաշվի առնելով այս տարվա դրական տնտեսական արդյունքներն ու 2026-ին սպասվող զարգացումները։ Նիկոլայ Ավետիսյան, Քրիստինա Մկրտչյան, Մհեր Կիրակոսյան, Մարտին Գևորգյան եւ Լիլիթ Հովհաննիսյան, Կիրակնորյալ լուրեր։